Գես Տիգրան Մեծը, Ալեքսանդր Մակեդոնացին ու Չինգիզ խանը ինչ ընդհանրություն ունեն։ Ասենք այս մարդիկ, ովքեր եղել են թագավորներ, կայսերներ, ովքեր եղել են իրանց ժամանակի մարդկանց top 0.0001%-ում, իրենք բոլորը քեզնից վատ են ապրել։ Իսկ մարդիկ չեն գիտակցում, որ մեր ժամանակ այդքան հարմարություններ կան ու այդքան շատ է զարգացել աշխարհը, որ միջին վիճակագրական մարդը ավելի լավ կյանքի որակ ունի, քան անցյալի թագավորներն ու կայսերները։ Իրենք չեն ունեցել ինտերնետ, որով լյուբոյ հարցի պատասխան կարաս վարքենական ստանաս, իրենք չեն ունեցել հնարավորություն աշխարհը ճանապարհորդելու, իրենք նույնիսկ տակ ցնցուղ չեն ունեցել։ Ու չնայած սրան մարդկանց մեծ մասը իրաց կյանքից բողոքում է։ Եթե դու միջին վիճակագրական մարդու հարցնես, թե ոնց է ինքը ապրում, ինքը հաստատ լիքը բողոքելու բան ունենալու ու ասելու է, թե ինչքան դժվար է իր կյանքը, ինչքան ավելի լավ կլիներ, եթե որոշ բաներ ինքը ունենար ավելի հարուստ լիներ եւ այլն։ Բայց իմ համար մենակ այն փաստը, որ մարդկության պատմության вообще գոյություն ունեցած մարդկանց 99%-ից մենք ավելի լավ ենք ապրում մեր օրոք, ապացույց է, որ երջանկությունը ընդհանրապես կապ չունի արտաքին ֆակտորների հետ։ Որտեւ ինչ ուզում եք ասեք, որ անցյալում ոչ մեկ երջանիկ չի եղել կամ ոչ մեկ լավ կյանք չի ապրել, քո երջանկությունը մենակ գալու է ներքուստ ու մենակ գալու է այն բաներից, որը որ դու ես անում, քո մտածելակերպից, այն ինչ որ կատարվում է քո ուղեղում։ Այս արտաքին ֆակտորները իրանք իրանցով ընդհանրապես ոչ մի ուժ չունեն ու այս ուժը դու ես իրանց հաղորդում։ Ամեն ինչը տեղի ունենում մենակ քո ուղեղում։